հրապարակվել է ընդդիմության հեղաշրջման պլան։ Վահագն Ալեքսանյանը Facebook-յան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է գործողությունների այն ծրագիրը, որտեղ շարադրված քայլերի հաջորդականությամբ պետք է իրականացվեր իշխանափոխություն, իշխանության բնորոշմամբ հեղաշրջում։ Սկզբից թիրախավորում Հայաստանի Հանրապետության վարչապետի, հանրության շրջանում անհանգստության եւ հուզմունքի առաջացման փուլ պետք է լինի, դրանից հետո թիրախային ապատեղեկատվության տարածման պետք է անվստահություն սերմանվի քաղաքացիական պայմանագրի եւ առհասարակ իշխանության շարքերում պետք է գործի դրվի շշուկների արշավը, այսպես կոչված։ Վահագն Ալեքսանյանի խոսքով հաջորդ գործողությունը կլինի այն, որ եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ, որին падգամավորը Ավազանի անունով է ներկայացնում, պետք է հայտարարի, որ իշխանությունը այլևս չունի եկեղեցու օրհնությունը։ Ըստ ընդդիմության ենթադրյալ ծրագրի, տեսանյութի հրապարակման հաջորդ օրը առավոտյան սկսվել են սրբազան շարժման մի շարք մասնակիցների տների խուզարկություններ եւ ձերբակալություններ։ Ընդդիմադիրները պնդում են, որ հեղաշրջման այդ կեղծ ծրագրի տարածման նպատակը ձերբակալություններն իրականացնելու համար հող նախապատրաստելն էր։ Հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանք։ Մարդը մի գիշեր նստել, այդ ապուշությունները գրել է, հետո տպել է, հետո սկան արել, դրել է իր CV-ում, չէ՞ գնահատում այդ աշխատանքը։ Իշխանությունները, նաև քննչական մարմինները պնդում են, որ ծրագրի բացահայտումը կանխել է վտանգավոր զարգացումներ, սակայն ընդդիմադիրները կատարվածը համարում են շինծու եւ նպատակաուղղված։ Հեղաշրջման պլանը երեք մտածում ենք, որ դա միտումնավոր են արել, այսօր արդեն համոզված ասում են, որ այդ պլանը գցել են այդ անհեթեթ պլանը, որպեսզի այսօր իրականացնեն այս խուզարկությունները, որտեղ հստակ ասեմ, վախեցած են, սրբազանի ասած վախը ծնկների մեջ է։ Ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով այդ ծրագիրը հորինված պատմություն է, իրենք իշխանափոխության համար վաղուց են պայքարում։ Դե կարային ավելացնեն, որ քենելու սպանության մեջ էլ է մասնակից սրբազանը։ Չէ, դե տենց աշխարհ։ Դե կարան, ինչ է, քիչ եթե այդքան կարում անի, քիչ կարանի։ Քիչ կարանի։ Ես նկրտումներ չունեմ, Նիկոլը նկրտումներ ունի, 7-8 տարի է իշխանափոխության ծրագիր կա, էլի, չգիտեք, որ ծրագիր իշխանափոխությունն է։ Իշխանության ներկայացրած փաստաթուղթը վկայակոչելու ֆոնին ընդդիմադիր падգամավորներն ընդգծում են նման բացահայտումներ, այդ թվում հեռախոսազրույցների ձայնագրության տեսքով, հնարավոր է պատրաստել նույնիսկ մի քանի րոպեում արհեստական ինտելեկտի միջոցով։ Ուրեմն նման ձայնագրություններ, նման սկրինշոթեր ես կարող եմ յուրաքանչյուրի անվան տակ կան հասանելի ինտերնետ կայքեր, որ կարող ես այդ ամեն ինչը անել։ Այսօր AI-ի օգնությամբ ամեն բան հնարավոր է անել, հա։ Ես կարամ ամեն բան, որ չգիտեմ, մի քանի րոպեվա ընթացքում հասանելի դարձեմ հանրությանը։ Ես դրանց չեմ հավատում, դրանք բոլորը շինծու գործեր են։ Ընդդիմադիրների պարզաբանումների ու հակադարձ մեղադրանքների շուրջ փորձեցինք լրացուցիչ տեղեկություն ստանալ Վահագն Ալեքսանյանից, բայց նա հրաժարվեց հավելյալ բացատրություններից։ Բայց տարածել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձել է ձայնագրությանը, նշելով. «Յուղը պիտի լցնեին, որ հրդեհեին ավտոբուսը, որում անմեղ մարդիկ են, կանայք, երեխաներ, ուղղակի պատահական մարդիկ։ Ինչով են տարբերվում Ալ-Քաիդայից»։ Հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը, այն էլ arczepiskopos-ի աստիճան ունեցող հոգևորականի նախաձեռնությամբ, ընդդիմադիրները անհեթեթ են համարում։ Որ ես այս 7 տարիների ընթացքում երբևէ որևէ հակասահմանադրական գործունեության կամ պլանների մասին չեմ լսել, ներառյալ սրբազան պայքարի շրջանակներում։ Ուստի խոսել դրա մասին ես ձեզ չեմ թիրախավորում, ուղղակի նախադասությունն եմ ասում։ Բագրատ Սրբազանը, հայ առաքելական եկեղեցու arczepiskopos, նման ահաբեկչություններ ծրագրել, ասենք ինչ-որ սահման պիտի լինի, էլի, աբսուրդի, մարազմի սահման պիտի լինի։ Հեղաշրջման պլանի շուրջ մեկնաբանությունները հակադիր բևեռներում են։ Իշխանությունն այդ պլանի մեջ պետության համար վտանգավոր դավադրություն է տեսնում։ Ընդդիմությունն այն որակում է հերթական շոու, քաղաքական ճնշման նպատակով։ Աննա Հարությունյան, Reopen Media։